Եվրոպական 6 երկիր զորք կուղարկի Գրենլանդիա, Վաշինգտոնի սպառնալիքների ֆոնին։ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Նորվեգիան, Դանիան ու Նիդերլանդները զորավարժություններ կսկսեն Գրենլանդիայում, որպեսզի իրական սպառնալիքի դեպքում պատրաստ լինեն կռվել սաստիկ ցրտին։ Կանադան էլ կմասնակցի վարժանքներին։ Դանիայից և Ֆրանսիայից հատուկ նշանակության ուժեր տեղափոխող ինքնաթիռներից մեկն արդեն վայրեջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաքն ու կում։ Կղզու ապագայի վերաբերյալ մտահոգությունները սրվեցին, երբ Թրամփը հայտարարեց այնտեղ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին, չբացառելով անգամ ռազմական ուժի կիրառման հավանականությունը։ Թրամփի խոսքով Գրենլանդիան անհրաժեշտ է իրեն Միացյալ Նահանգների ազգային անվտանգության տեսանկյունից։ Եթե ինքը չգրավի այն, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն, սկանդալային այս պնդումը կրկնել է Թրամփը։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման համար, այնպես որ կտեսնենք։ Բայց մենք շատ լավ հարաբերություններ ունենք Դանիայի հետ։ Եթե մենք չմտնենք, Ռուսաստանը կմտնի կամ Չինաստանը։ Եվ Դանիան ոչինչ չի կարող անել այդ դեպքում, բայց մենք կարող ենք ամեն ինչ անել։ Նախագահ Թրամփի խոսքով ինքն առաջինը չէ, արդեն 1 դար է Գրենլանդիան տիրապետության տակ առնելու թեման թեժ է։ Գիտեք, ես առաջինը չեմ, այս մասին խոսել է նախագահ Թրումանը, և նախագահ Թրումանից 40 տարի առաջ էլ է խոսվել սրա մասին։ Այս մասին խոսում են 100 տարի։ Հավանաբար թեման այսքան թեժ չէր, որքան հիմա է, բայց կար։ Երկուշաբթի Գրենլանդիայի մասին 2 իրար հակասող օրինագիծ է ներկայացվել կոնգրեսում։ Հանրապետականների օրինագծով առաջարկվում է Դանիայի հետ բանակցությունների միջոցով ձեռք բերել կամ բռնակցել Գրենլանդիան, ավելի ուշ հռչակել այն ամերիկյան նահանգ, իսկ դեմոկրատները պնդում են, որ կղզի ներխուժման, բռնակցման, գնման համար դաշնային արգելքներ պետք է լինեն։ Գրենլանդիայում պետք է դադարեցվեն այն արշավները, որոնց նպատակն է համոզել կղզու բնակիչներին աջակցել Թրամփին։ Ըստ քաղաքագետների, 2 օրինագծերն էլ չափազանց քիչ շանսեր ունեն։ Լարված իրավիճակում Գրենլանդիայի վարչապետն ասել է, որ չնայած աշխարհաքաղաքական ճգնաժամին, կղզու դիրքորոշումը հստակ է, Գրենլանդիան չի ցանկանում միանալ Միացյալ Նահանգներին։ Յենս Ֆրեդերիկ Նելսենի խոսքով, եթե ստիպված լինեն ընտրություն կատարել, Գրենլանդիան կնախընտրի Դանիային միանալ։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։